Խաղաղության օրակարգի ոդիսականը բոլոր տեսակի բարդությունների հետ առերեսման դեպքում անգամ այն պետք է առաջ մղվի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ինչ են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում։ Սպանություն Արմավիրի մարզում հրազենի գործադրմամբ իրականացված հանցագործության հանգամանքներն ու դրդապատճառները պարզվում են։ Իրավիճակը Թուրքիայում մնում է անհանգիստ, բողոքավորների եւ իրավապահների միջև բախումները շարունակվում են։ Անկանխատեսելի Թրամփի նոր հրամանագիրը հիմա էլ մեկնարկել է կրթության դեպարտամենտի լուծարման գործընթացը։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի, դա նշանակում է առերեսվել, բոլոր բարդությունների հետ լուծել դրանք ու հասցեագրել։ Նախորդին տված հարցազրույցում նշել է վարչապետ Փաշինյանը եւ հավելել, որ փոխհամաձայնեցված փաստաթուղթը ընդունելի է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, իսկ հաջորդ փուլը պետք է լինի այդ փաստաթղթի վավերացումը։ Եվ եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը կամ վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի։ Փաշինյանը անդրադարձել է նաեւ սահմանային էսկալացիային վերաբերող լուրերի տարածմանը, նշելով, որ դրա համար հիմք ու հիմնավորում չկա։ Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում տարածաշրջանում այս պահին չկա, ձևակերպում է Փաշինյանը, պարզաբանում է, որովհետև երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս դեպքում ինչու է Ադրբեջանը սուտ լուրեր տարածում հայկական կողմից իր դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։ Հայաստանի վարչապետը կարծում է դրա նպատակներից մեկը նման լուրերի հոսքի ներքո բուն լուրը քողարկելն է։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տարբերակը ըստ Փաշինյանի կհրապարակվի ստորագրումից հետո։ Այդ տեքստում միակողմանի պարտավորություն չկա ոչ մեր, ոչ Ադրբեջանի համար։ Թե դիտորդների հեռանալը եւ թե միջազգային հայցերի հետ կանչը Փաշինյանը հայկական կողմի զիջումը չի համարում։ Առաջինի պարագայում պնդում է, թե կայունության դեպքում կարող են Եվրամիության դիտորդներին նեղություն չտալ կամ պակաս նեղություն տալ։ Ինչ վերաբերվում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման, խնդրին դա վերաբերվում է միջպետական հայցերին եւ հարցը հետեւյալն է, էլի այդ հայցերը ինչի համար են։ Այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են, կամ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Ադրբեջանի կողմից ներկայացվող անվերջանալի նախապայմանների մասին կան հարցեր, որոնք քննարկելի են հայկական կողմի համար եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Օրինակ ըստ Փաշինյանի Մինսկի խմբի լուծարումը քննարկելի հարց է։ Անկամ Հայաստանը պատրաստվում է այդ գործը նախաձեռնել, բայց Փաշինյանը չի մանրամասնում, թե երբ, համաձայնագիր ստորագրելուց առաջ, թե հետո։ Իսկ օրինակ Արևմտյան Ադրբեջան խոսույթին առնչվող որևէ բան հայկական կողմի համար քննարկելի չէ։ Սահմանադրության փոփոխության հարցն էլ, եթե դիտարկենք երկու երկրների հարաբերությունների շրջանակում, ապա լուծվում է խաղաղության համաձայնագրով, բայց որպես մեր երկրի ներքին գործ մենք ամեն դեպքում պատրաստվում ենք այն փոխել, ասում է Փաշինյանը։ Եվ մենք պլանավորում ենք այդ հանրաքվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ։ Հայաստանը ուժային սցենարով լուծելու հարց օրակարգում չունի, անգամ մեր սուվերեն տարածքից 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի հարցը մենք չենք պատրաստվում ուժով լուծել, ասում է Փաշինյանը։ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ու խաղաղության պայմանագիրը այդ հարցը լուծելու գործիքներ ստեղծել են։ Որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի, այնտեղ որտեղ պետքա կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Միջնորդների երաշխավորների մասին խոսելիս Փաշինյանն առաջարկում է պատմությունից, նորագույն պատմությունից դասեր քաղել։ ՀԱՊԿ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե։ Ինչ մենք ուզում ենք, բան
մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնենք, ոչ, ես հավատում չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն եւ կարողություն, ահա, եւ իհարկե նաեւ պաշտպանունակ բանակ։ Եվ այդ բանակը ըստ Փաշինյանի Հայաստանի միջազգայինորեն ընդունված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ։ Միրզոյանը իր սոցիալական էջում գրել է, որ ռուս պաշտոնակցի հետ քննարկել են քաղաքական նշանակության որոշակի հարցեր։ Հայաստանի գլխավոր դիվանագետը շնորհավորել է Լավրովին ծննդյան տարեդարձի առթիվ։ ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն է իր միկրոբլոգում անդրադարձել Մարգարա Ալիջան սահմանանցակետի 10-օրյա գործարկմանը, նշելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև գործակցությունը։ Բոնոն ընդգծել է, թե ինչ օգուտ կարող է բերել այս համագործակցությունը հարավկովկասյան ողջ տարածաշրջանին։ Իրավիճակը Թուրքիայում հանդարտվելու միտում չունի, չնայած իշխանությունը արգելել է հանրահավաքները, փակել գլխավոր հրապարակները ու երկրով մեկ հավելյալ ոստիկանական ուժեր տեղակայել։ Հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոցներ, Անկարայում ոստիկանների հետ բախման ժամանակ արցունքաբեր գազ ու հատուկ միջոցներ են կիրառել։ Ներքին գործերի նախարարի տեղեկացմամբ 53 մարդ կալանավորվել է, տասնյակ ոստիկաններ վնասվածքներ ստացել։ Հիշեցնենք, որ Էրդողանի քաղաքական հիմնական հակառակորդ դիտարկվող Իմամ Օղլուն ձերբակալվեց Կիրակի նախատեսված նախնական ընտրություններից պրայմերիզից օրեր առաջ, որտեղ նա պետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու 2028-ին կայանալիք ընտրություններում։ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Սկանդինավյան երկրները ՆԱՏՕ-ի ֆինանսավորման եւ մայրցամաքի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը ստանձնելու շուրջ ոչ պաշտոնական բանակցություններ են վարում։ Նշյալ երկրները փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համաձայնելու լիազորությունների աստիճանական փոխանցմանը։ Թրամփի վարչակազմը քննարկում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից հրաժարվելու հնարավորությունը, որը գրեթե 75 տարի եղել է բացառապես ամերիկյան։ Ուկրաինայի աջակցության հարցով Փարիզում նոր գագաթնաժողով հրավիրելու մտադրության մասին է հայտարարել Մակրոնը։ Մարտի 27-ի հավաքին, որը նվիրված է լինելու ուկրաինական բանակի կարճաժամկետ աջակցության հարցերի քննարկմանը, մասնակցելու է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Հաջորդ 5 շաբթի մենք կանցկացնենք կամավորների կոալիցիայի գագաթնաժողով այն երկրների մասնակցության, որոնք պատրաստ են աջակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Եվրամիության խորհրդի նիստից հետո Բրյուսելում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնային գործակալություններին հրահանգել է չեղարկել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում նախկին փոխնախագահ Հարիսի եւ նախկին պետքարտուղար Քլինթոնի գաղտնի տեղեկություններին հասանելությունը։ Նշված անձանց գաղտնի տեղեկատվությանը հասանելությունը այլևս չի բխում ազգային շահերից, հայտարարել է Թրամփը։ Հիշեցնեմ, ավելի վաղ նա չեղարկել էր նախկին նախագահ Ջո Բայդենի հասանելություն գաղտնի տեղեկատվությանը։ Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ռուսական ակտիվները։ Էմմա Ռեյն Ուոլսը, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն է հայտարարել այս մասին եւ հավելել, որ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակվելու է նաեւ հետագայում։ Միացյալ Թագավորության կողմից 2022 թվականից կիրառվող պատժամիջոցները Ռուսաստանին զրկել են 400 միլիարդ դոլարից։ Դոնալդ Թրամփի հերթական անակնկալը ԱՄՆ էքսցենտրիկ նախագահի ստորագրած նոր հրամանագրով մեկնարկել է կրթության դեպարտամենտի լուծարման գործընթացը։ Հրամանագրի ստորագրման ժամանակ, որի ներկային եղել կրթական մարմինների ներկայացուցիչներ եւ աշակերտներ, Թրամփը անդրադարձել է որոշման դրդապատճառներին։ Միացյալ Նահանգները կրթության ոլորտում ավելի շատ գումար է ծախսում, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, սակայն ամերիկացի աշակերտներ առաջադիմության ցուցանիշով վերջին տեղերում են, իսկ նախարարությունն էլ թե ոչ ոքի չի ուսուցանում, սակայն ունի 80-ից ավելի աշխատակից ունեցող հանրային կապերի բաժին, ինչը տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար է արժենում։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Սպանություն Արմավիրի մարզում հրազենի գործադրմամբ իրականացված սպանության հանգամանքներն ու դրդապատճառները պարզվում են։ Գյուղատնտեսության ոլորտում կներդրվի ապահովագրական համակարգ պետական աջակցությամբ։ Ի վերջո, ով է իրականացնելու առողջության ապահովագրությունը։
Շարունակում ենք թողարկումը։ Հրազենի գործադրմամբ սպանություն Արմավիրի մարզում վաղարշապատի գազալցակայներից մեկի մոտ այսօր հնչած կրակոցից տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացած Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանը հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանի մոտից, որտեղից էլ հայտնաբերվել են անանման հետքեր։ Գյուղատնտեսությունը, որքան զարգացող, նույնքան էլ ռիսկային ոլորտ է դիտարկվում, պետական զգալի աջակցությունը, մասնավորի հետ համագործակցություն ու հարկային լուրջ արտոնությունները անգամ իզորու չեն ոլորտն ապահովագրել եղանակային վայրիվերումներից։ Կառավարությունում խնդիր են դրել ամեն ինչ անել Հայաստանում զգալի առաջընթաց արձանագրած ոլորտը մաքսիմալ արդյունավետ դարձնելու համար։ Գյուղատնտեսության ոլորտում կներդրվի ապահովագրական համակարգ պետական աջակցությամբ, ապահովագրավճարի մինչև 80%-ը կսուբսիդավորվի։ Պետությունը կաջակցի ոչ միայն տնտեսվարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Ինչը որոշակի դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտում, հատկապես հացահատիկի մշակության ոլորտում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով բոլոր ուղղությունների վրա ապահովագրական պոլիսներ բացվի եւ հստակ ճիշտ աշխատանքի ճիշտ մեխանիզմներ կիրառելու արդյունքում այլապես կունենանք նախորդ տարիների վատ հետևանքները, ինչպես հիշում եք, որ գրեթե մեծամասնությունը սկսեցին օգտվել ապահովագրական ընկերություն, ճիշտ մեխանիզմների դեպքում այն խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար։ 2025-ի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Քանի որ Հայաստանում նախորդ տարիներին պիլոտային ձևով սկսվեց ապահովագրական process-ը եւ ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունները ավելի շատ վնասով աշխատեցին, քան շահույթ ունեցան, դրա պատճառով արտասահմանյան այն ընկերությունները, որոնց միջոցով վերապահովագրում էին մեր ապահովագրական ընկերությունները, հրաժարվեցին ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրելու համար։ Այդ պատճառով այս տարի պետությունը իր ձեռքն է վերցրել ապահովագրականի գործառույթը եւ փորձում է սուբսիդավորել, ֆինանսավորել այդ գործընթացը։ Բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերապահովագրական ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից եւ ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով այդ գործառույթը ստանձնեց Հայաստանի կառավարությունը, որն իր միջոցների հաշվին իրականացրել է նաեւ ապահովագրավճարի սուբսիդավորումը։ Կառավարությունում համարում են, որ գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողներ կան։ Նրանք ինչ-որ բանաձևեր են գտնում, ձևավորում մեխանիզմ, ըստ որի իրենց համար ոչ թե հող մշակել, բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրելը, ապահովագրավճար ստանալը։ Անվստահությունն է համապատասխան մարմինների նկատմամբ, ինչը բերել հանգեցրել է այս վիճակի։ Պլյուս եթե ապահովագրական վճարներն էլ բարձր գներ լինեն, բնականաբար գյուղացիները շատ դեպքերում կհրաժարվեն այդ բարձր գինը վճարելուց։ Գյուղ ոլորտը ապահովագրելու մասին որոշում կայացնելիս հայտարարվեց, թե կան մարդիկ, որ տեղյակ լինելով, թե որ հատվածներում է կարկուտ լինելու, հենց այդ հատվածում են ցանց կատարում, ծառ տնկում եւ սպասում են, որ կարկուտ նավիրի բերքը իրենք էլ ապահովագրությունը ստանան։ Հողատարածքը դա ինքնագլոր չէ Երևանի փողոցներում պատականորեն գցեց, ինչը նշանակում, որ իմանալով կարկուտա գալիս, կարկուտ եկող մասերը կամ գյուղացին վանգան չի, կամ մետեորոլոգ չի, որ կարողանա հասկանալ, երբ որտեղ կարկուտ կգա, որ ինքը միտումնավոր ցանի եւ ապահովագրական վճարը ստանա։ Կառավարությունում խնդիր են դրել իրենց առջև անել այնպես, որպեսզի համակարգը կայանա, ծառայի իր նպատակին եւ լինի մաքսիմալ արդյունավետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Առողջապահության ապահովագրության խնդիրը կրկին օրակարգում է բնակչության տարբեր շերտերի համար առողջապահությունը, ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պետության համար թերևս ամենանպատակահարմարը պետական ապահովագրական միասնական հիմնադրամ ունենալն է, քանի որ բնակչության բոլոր խմբերի ապահովագրական ռիսկերի միավորման դեպքում մեկ ապահովագրական փաթեթի արժեքը նվազում է գերատեսչության իրավասուների դիտարկմամբ, մեր երկրի սահմանափակ հնարավորությունների պայմաններում այս տարբերակի գործարկումը ավելի իրատեսական է։ Ի վերջո, ով է իրականացնելու առողջության ապահովագրությունը, պատասխանատու նախարարն ասում է, առաջարկում են մեկ միասնական պետական ֆոնդ ստեղծել։ Մեր երկրի հնարավորությունները հաշվի առնելով, սա թերևս ամենաօպտիմալ տարբերակն է։ Ապահովենք
ռիսկերի համախմբում եւ մեկ ապահովագրական փաթեթի իջեցում գնի եւ մյուսը ունենանք բանակցային ուժ կարգավորելու գները ծառայությունների։ Ավանեսյանի դիտարկմամբ ապահովագրական փաթեթի գինը կեժանանա, քանի որ այստեղ այս համակարգում ընդգրկված են լինելու բնակչության բոլոր խմբերը։ Նախարարի այս հայտարարությունը սակայն ոլորտի փորձագետի զարմանքն է հարուցել, ինչի նկատմամբ է գինն իջնելու, հարցնում է։ Ներկայում պետական մակարդակով փաթեթ հասկացություն գոյություն չունի։ Հետևաբար համեմատելի որևէ նախկին եւ ապագա եւ գուցե եւ ներկա գործող փաթեթներ չկան։ Չարք-չրկված այս համակարգի ստեղծման համար նախարարության կողմից շրջանառվող նախագիծը ավելի շուտ պետպատվերն է հիշեցնում։ Տարբերությունը միայն ծառայություններն են, քիչ թե շատ այստեղ ավելի են, հավելում է մասնագետը։ Սակայն հիշեցնեմ, նախարարն ավելի վաղ ասել էր, պետպատվերի ու ապահովագրության հիմնական տարբերությունն այն է, որ վերջինս ունի հստակ նկարագրություն, ինչպես հիվանդությունը կանխարգելել, վաղ հայտնաբերել, բուժել եւ վերականգնվել։ Իսկ պետական պատվերով իրականացվող գործունեությունը ռիսկերի կենտրոնացած չէ։ Իդրոնացած պետական պատվերը արվում էր մեկ ռազմավարական գնորդի միջոցով, դա առողջապահության նախարարությունն էր, կառավարում էր առողջապահության նախարարությունը, պայմանագիրը կնքում էր առողջապահության նախարարությունը, ինքն էլ գնում էր պայմանագրի սահմաններում, իրականացնում էր դիտարկումներ, մշտադիտարկումներ եւ ուսումնասիրություններ։ Թեպետ նախարար Ավանեսյանն ապահովագրական համակարգի մասին ասում է, մեջբերում եմ, առողջությունը մեր ժողովրդի բարեկեցության հիմնասյուներից է եւ այս պատճառով է, որ պետությունը շատ կարեւոր դերակատարություն ունի պաշտպանելու մարդու առողջության մասին հոգ տանելու իրավունքը մեջբերման ավարտ։ Այստեղ հիշեցնեմ, որ 2025-ի բյուջեում Ֆիննախն այդպես էլ փող չգտավ այս համակարգի ներդրման համար, մինչդեռ այն ավելի վաղուց փուլային տարբերակով պետք է մեր երկրում արդեն մեկնարկած լիներ։ Իսկ վերջապես երբ կունենանք այն, այս հարցը շարունակում է այդպես էլ պատասխան չգտնել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թողարկումը շարունակում ենք ժամը լրատվականին առնչվող հուզիչ պատմությամբ։ Իմ գործընկեր Սոնա Թորոսյանը հրաժեշտ է տալիս լրատվական ձևաչափին։ Երկար տարիներ հենց այս տաղավարից է նա բարևել բոլորին, իրեն բնորոշ ուրույն ոճով ու բարի երեկո երկրի գլխավոր ժամն է եւ ես Սոնա Թորոսյանն եմ այցեքարտով։ Նրա թովիչ ձայնը, մեկնաբանին հարիր ռիթմիկ խոսքը, խոհափիլիսոփայական ստրամիտ բացումները ու կոկիկ հագուկապն են գերել հեռուստադիտողին։ Մարդուն չի կարելի սովորեցնել լինել լրագրող, ինչպես կարելի է սովորեցնել դառնալ գրող, նկարիչ կամ երգահան։ Կարելի է սովորեցնել նոտագրություն, գործիքավորում, կոմպոզիցիա, սակայն տիրապետելով անգամ այս հմտություններին ոչ բոլորն են դառնում երգահաններ։ Բարեկրթություն, հմայք, լավ շարժուձև, սրանք են մեկնաբանին բնութագրող բնորոշումները։ Ես որպես ժամի հնաբնակ ունեցել եմ բազում գործընկերներ, որոնց հետ ունեցել եմ հիշողության մեջ դաջված փոքրիկ պատմություններ ժամի տաղավարում եւ ժամից դուրս։ Եվ հնաբնակի իրավունքով այսօր տաղավար եմ հրավիրել իմ երկարամյա գործընկեր Սոնա Թորոսյանին։ Բարի երեկո, Սոնա։ Բարի երեկո, սիրելի Էռնա, բարի երեկո, սիրելի հեռուստադիտող։ Մեր հրավերը 14 տարի աշխատել ենք միասին, անցել ենք բազում ճանապարհ, COVID, պատերազմներ, հեղափոխություն, բայց աշխատել ենք միասին, միակուռ, հաշտ եւ համերաշխ, բոլորս մեր գործի նվիրալներ ենք։ Քո բացակայությունը իհարկե կզգացվի մեր ժամի թիմում, ինչ է տվել ժամը քեզ եւ դու ինչ ես տվել ժամին։ Շնորհակալ եմ Էռնա այդ չափ գեղեցիկ եւ անկեղծ խոսքիդ համար։ Չթաքցնեմ, երևի թե շատ հուզվում եմ, մի բան, որ իմ մասին ասում են իմ գործընկերները, որ ինձ այդքան էլ բնորոշ չէր եթերում։ Դառնալով ձեր հարցին, գիտեք, եթե հեռուստամարդիկ ունեն պահապան հրեշտակներ, ապա իմանք ինձ ամենասկզբից շատ են սիրել, իմ մուտքը հեռուստատեսության աշխարհ հանրայինի այն մեծ փայտե երկաթակուռ զարդանախշերով դռնով էր եւ իմ մարտական մկրտությունը ես ստացել եմ այն ժամանակվա Հայլուր լրատվականում եւ մասնագիտական բախտավորություն էր գտնել մարդկանց, գործընկերների, որոնք ինձ համար դարձան դպրոց ու դարբնոց եւ որոնց օգնությամբ ես ձևավորվեցի որպես հեռուստատեսային միավոր
ձեռք բերեցի հեռուստատեսային ճաշակ, մտածողություն, ոչ, խոսք, գրիչ եւ հետո գալով ժամը լրատվական նույն բարեհաճությունը այդ հրեշտակների շարունակվեց, որովհետեւ այստեղ ձևավորվեցին այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի դու կրթվես, սովորես, զարգանաս, կատարելագործվես որպես մասնագետ։ Դու գիտես, որքան կարևոր է միջավայրը մթնոլորտը, որում աշխատում ես եւ մարդիկ, որոնց հետ ստեղծագործում ես, եւ այդ առումով ժամլրատվականում ձևավորվեց հզոր թիմ, իսկական պրոֆեսիոնալներ, նվիրալներ, ֆանատիկներ, ու մենք միասին կերտեցինք մի ամբողջ հեռուստալրատվական էպոխա եւ գեներացրինք հզոր էներգիաներ, որոնք որ դեռ վստահ եմ երկար կլուսավորեն հեռուստակամարը։ Բարի, ժամը լրատվականի մեր թիմը անակնկալ է պատրաստել քեզ համար, ռեպորտաժի տեսքով, դիտենք և վերադառնանք տաղավար։ Սիրով։ Երկրի գլխավոր ժամն է, ես Սոնա Թորոսյանն եմ, բարի երեկո, բարի գալուստ։ Հեռուստատեսություն մուտք գործեց իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու ինքնատիպ ձեռագրով։ Ստեղծագործական ճկուն միտք, դիպուկ խոսք, բարձր ինտելեկտ ու գեղեցիկ արտաքին։ Ահա այն որակները, որ հիշում ենք առաջինը բնորոշելիս հեռուստալրագրող Սոնա Թորոսյանին։ Ինձ ինչն էր դուր գալիս։ Սոնայի փաստերի հետ աշխատելու կերպը, մատուցման ձևը, գործի հանդեպ ունեցած մասնագիտական պատվախնդրությունը։ Սոնա Թորոսյան անունը տարիներ շարունակ հնչել է Արմենիա հեռուստաընկերության հենց այս տաղավարից նոր շունչ ու որակ բերելով։ Կարճ ժամանակում նա դարձավ մեդիա դաշտի ֆավորիտներից, իր անսահման սերը լրագրության հանդեպ վերածելով կյանքի կոչումի, մեդիան իր երկրորդ տունը դարձրեց ու շուրջ 21-ամյա գործունեության ընթացքում բազում նվաճումներ ունեցավ։ Տիեզերակայան, մարսագնացներ, ռոբոտներ, տիեզերագնացներ ու կարմիր փոշի։ Հարցազրույցներ հեղինակավոր դեմքերի Շարլ Անձնավուրի, Սերժ Գետիկյանի, Տոնինո Գուերայի, Քրիշտոֆ Պենդերեցկիի, Ստեֆանո Ռիչիի հետ, այդ թվում մի շարք վավերագրական ֆիլմեր։ Վերջին խոշոր երկու պրոյեկտն էլ Արմենիա հեռուստաընկերության եթերում էր՝ Տիեզերական Հայաստան ու Գարնան 100 ակնթարթները խորագրերով։ Բանասիրական գիտությունների թեկնածուն ոչ միայն հեղինակեց եւ իրականացրեց գործնական լրագրության դասընթացներ, այլև կիսվեց իր գիտելիքներով դասավանդելով Երևանի պետական համալսարանում։ Վերապատրաստվեց նաեւ արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցներում։ Ես համոզված եմ, որ այս տաղավարը, ժամի տաղավարը երկար ժամանակ դեռ Սոնայի շնչով է լինելու, որովհետեւ հեռուստադիտողները, մեր հավատարիմ հեռուստադիտողները ժամը լրատվական ասոցացնում են նաեւ Սոնա Թորոսյանի հետ։ Սոնան իր գործի մասնագետն է ուղնուցուցով, պրոֆեսիոնալ ու գերպատասխանատու, հատկապես կրիտիկական պահերին։ Ֆորս-մաժորային իրավիճակներում նրա սառնասրտությունն ու հավասարակշռվածությունը դարձան այն հենասյունը, որի շնորհիվ հեռուստադիտողները միշտ ստացան ճշգրիտ եւ անաչառ տեղեկատվություն։ Ամենաբարդ պահերին նա կարողացավ ապահովել անխափան եթեր, դրսևորելով բացառիկ դիմացկունություն եւ մասնագիտական վարպետություն, դառնալով հեռուստադիտողի վստահելի բարեկամը։ Սոնա Թորոսյանի հետ աշխատանքը սկսել ենք 2011 թվականից, ավելի քան 14 տարի։ Եվ այս երկար տարիների ընթացքում կարող եմ ասել, որ Սոնան իրեն աշխատանքում դրսևորել է շատ պրոֆեսիոնալ, գրագետ եւ եղել է շատ սիրելի մեկնաբան։ Տարիներ շարունակ լինելով մեր թիմի անփոխարինելի մասը, մեր սիրելի գործընկերը նոր էջ է բացում իր մասնագիտական ուղու մեջ, հրաժեշտ տալով լրատվական ձևաչափին։ Համոզված ենք, ուր էլ գնա, ինչ նախագծերում էլ ներգրաված լինի, հեռուստադիտողը նրան չի մոռանա։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Սոնա, ես որքան տեղյակ եմ, դու մնում ես Armenia TV-ում եւ շարունակելու ես արդեն մեկ այլ նախագծերում աշխատել։ Էրնա, նախ թույլ տուր իմ մեծ շնորհակալությունը հայտնեմ մեր գործընկերներին այս հուզիչ ռեպորտաժի համար։ Ես չգիտեի, որ ինձ այդքան շատ եք սիրում։ Սիրում եք։ Ինչ վերաբերում է հարցիդ, այո, լրատվական էջը ես շրջում եմ, փակում եմ, թե ոչ չգիտեմ, չեմ սիրում վերջնագրերով խոսել, բայց այս պահին շրջում եմ, բայց իրավեպը հեռուստատեսության հետ իհարկե շարունակվում եմ, եւ այո, Արմենիա հեռուստաընկերությունն ինձ շատ հետաքրքիր մասնագիտական գայթակղիչ առաջարկ է արել, որը ես իհարկե չեմ սփոյլի, ինչպես մենք դա սիրում ենք, եւ ինտրիգը կպահեմ, միայն մի այսպես կարճաժամկետ միջանկյալ պրոյեկտի մասին խոսեմ, մայիսի 9-ին մենք հեռուստադիտողին կներկայացնենք փաստաբավերագրական ֆիլմ
հայրենական մեծ պատերազմում եւ հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայերի ունեցած ներդրման մասին։ Գիտեք, որ 600,000 հայրենիներ են մասնակցել այդ պատերազմին եւ այսօր մենք փորձ ենք անելու մեր երեխաներին պատմել մեր պապիկներին բաժին հասած պատերազմի, նրանց կերտած հաղթանակի ու նրանց պայքարած խաղաղության մասին։ Ես կարծում եմ շատ կարեւոր է հին ու կարեւոր տեքստերը միշտ նորովի պատմել, որպեսզի այսօր էլ մեր երեխաները լինեն անհանգիստ, հաշիվներ ունենան, վառվեն ու լինեն հիշողության մեջ։ Այնպես որ մայիսի 9-ին այո կլինի ֆիլմ Աշխարհը ֆաշիզմից փրկած հայ հերոսի մասին։ Ես հաջողություն եմ մաղթում, դու այնքան պրոֆեսիոնալ ես, որ քո բոլոր նախաձեռնություններում դու կհաջողես։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ անակնկալ ժամը լրատվականի թիմի կողմից առանց ծաղիկի մենք քեզ այստեղից դուրս չենք թողի, որ դու գաս։ Ծաղիկն առանց ծաղիկի հնարավոր չի։ Ուզում եմ խնդրել մեր գեղեցկադեմ սպորտային մեկնաբան Երվանդ Հակոբյանին, ծաղկե փնջով, քեզ ուղեկցի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար, մաղթում եմ հետագա կարիերայում մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ սիրելի գործընկերներ եւ Ֆեռնա, եթե թույլ կտաս, այսպես հրաժեշտի ժամը, այո, ամփոփենք։ Գիտեք, այս աթոռը, որի վրա ես հիմա արդեն դե յուրե որպես հյուր եմ, սա պարզապես աթոռ չի, միստիկ այսպես գաղտնիք բաց է, մի բան, որ երբեք ոչ ոքի չեմ ասել։ Ինձ համար սա եղել է իմ երևակայական հրեղեն ձին, որն էլ ամեն անգամ հեծնած շտապել եմ եթեր ու շտապել եմ ոչնչացնելու մեր թշնամուն, ցրելու նրա ստերը, շտապել եմ հաղթելու համաճարակը, շտապել եմ սրբելու ցավի արցունքը, ավետելու բարի լուրը, սա մետաֆորա է, հա, խորհրդանիշ է։ Եվ ինչպես Քուրկիկ Ջալալին էր Սասնան տան համար սրբազան ժառանգություն, այնպես էլ այս խորհրդանիշը, որի մեջ կենտրոնացած զետեղված են հազարավոր եթերների ժամեր, հազարավոր վախեր եւ դրանց հաղթահարումը, հազարավոր երազներ ու լուրերի հաղորդավարի ամենամեծ երազանքը։ Աշխարհը, ասել է թե լրահոսը առանց պատերազմների, իսկ Հայաստան աշխարհը հզոր ու խաղաղ։ Եվ ես այսօր այս իմ ձին թողնում եմ ձեզ, որպեսզի դուք այն պահեք, փայփայեք եւ փոխանցեք նրանց, որոնք կգան մեզնից հետո։ Շնորհակալ եմ, հաջողություն եմ քեզ մաղթում, սիրելիս։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։